Բարի երեկո եմ մաղթում բոլորին։ Եվ այսպես խոստացված ուղիղ միացումը։ Այսօր նկարվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի վերջին տեսարանը։ Բոլորը շատ հուզված են, որովհետև մենք աշխատել ենք մի ընտանիքի նման եւ սիրում ենք միմյանց շատ եւ ավարտը որքան էլ առհասարակ կյանքում ավարտը մի նոր բանի սկիզբն է ազդարարում, ամեն դեպքում ավարտը միշտ էլ հուզիչ է։ Եվ այս պահին ես կցուցադրեմ հատվածներ, որ դուք եւս ականատես լինեք, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Շատ հետաքրքիր լուծումներ են տրված։ Ես կասեի անկանխատեսելի։ Հակագծերը չեմ բացի, որպեսզի մեծագույն հետաքրքրությամբ հետևեք։ Իսկ դուք հետևելու եք յուրաքանչյուր 5 շաբթի ուրբաթ շաբաթ Armenia TV-ի եթերում վերջին սերիաներին։ Վերջին սերիաները շատ հետաքրքիր, շատ հագեցած ու ինչպես արդեն ասացի, շատ անկանխատեսելի լուծումներով են լինելու։ Այնպես որ պարզապես լինում եք ուշադիր եւ այս պահին ես կցուցադրեմ, թե ինչ է այստեղ կատարվում։ Ահա, հարսանյաց արարողություն է։ Չենք ասի ողում հետի ամուսնանում, որպեսզի կարողանանք ինտրիգը պահել, ինչպես միշտ, սերիալային, և լավ, գիծ ջան, ուղիղ եթեր է, բայց հանգիստ կարող ես խոսել։ Տեսնում եք այս երիտասարդին, ինքը մեր մոնտաժողն է, իսկ ավելի շուտ ես կասեի մոնտաժի ռեժիսոր, որովհետև ինքը լոկ մոնտաժնիկ չէ, ինքը մոնտաժի ռեժիսոր է ու միշտ բարդ տեսարաններին թողնում է իր աշխատանքը եւ գալիս է նկարահանման հրապարակ, որպեսզի նաեւ իր ցուցումները տա, դե որ հետո հեշտ մոնտաժի իհարկե, իր համար է մտածում, ամեն դեպքում մտապահեք, Վարդանն է։ Շատ հաճելի է։ Լուսինեն գիտեք ով է, Լուսինեն մեր ամեն ինչն է։ Դուք իհարկե գիտեք դերասաններին, բայց այն մարդիկ, ովքեր կատարում են այս մեծագույն աշխատանքը, իրականում դուք իրենց չգիտեք եւ չեք ճանաչում եւ ահա այսօր այդ օրն է, որ դուք իրենց պետք է ճանաչեք։ Լուսինե Մուրադյանը ամեն ինչ է, կոորդինատոր, կազմակերպիչ, ադմինիստրատոր, բոլորի վրա բղավողը, բոլորին ասում է թե ով ինչ պիտի հագնի, ով ինչ պիտի անի, ով երբ պիտի ուտի, ով երբ պատուհան ունի, թե չունի։ Մի խոսքով Լուսոն կազմակերպում է յուրաքանչյուր դերասանի օրը եւ ոչ միայն նկարահանման հրապարակում, նաեւ նկարահանումներից դուրս։ Յուրաքանչյուր բան, ասենք, ինչ որ մեկը ուզում է գնա, Լուսինեից եմ խոսում, Կարճան, 2 բառ։ Լուսինեից ինչ ասեմ։ Այո, ով է Լուսինեն։ Ասեմ ով է, ժողովուրդ ջան։ Լուսինեն այն մարդն է, ով մեզ ասում է, թե մենք երբ ենք նկարահանման, մեզ ասում է, թե մենք ինչ ենք անելու։ Իսկ ավելի կոնկրետ Լուսինեն լավ մեզ համար շատ։ Ես պաշտոնե էի ուզում որ ներկայացնել, առանց Լուսինեի կարող ես որևէ տեղ գնալ, առանց իրեն ասելու։ Պաշտոնը ասեմ մեր շտաբի պետ։ Բարչության։ Ահա, Արթուրը մեր հնչյունային ռեժիսորն է, մեր հրաշալի Արթուրն է, Գայանն է, Արթուրը, Նարեկին գիտեք, Նարեկը գիտեք ով է, Նարեկը մեր օպերատորն է, մեր բեմադրող օպերատորն է, մեր լավագույն օպերատորն է, Արթուրին գիտեք, Արթուրս Instagram չունի։ Արթուրս Instagram չունի։ Արթուրիս հետ աշխատում եմ, Արթուր 20 տարի։ Բումերանգից 2003 թվականից։ Աստվածի մի ասա, որ այդքան մեծ ենք։ Վայ։ Ժամանակ 2 տարեկան ես յանը։ Արթուր, դու մեծ ես, բայց ես մեծ չեմ, այ մարդ մի ասա տենց բաներ։ 2002, ջան։ 2002։ Այո։ Լավ։
Դե հասկացաք, չէ Արտուրը ով է։ Մի խոսքով 2002։ 2002-ին էլ Արտուրը 42 տարեկան էր։ Այո, իսկ ես 16։ Ես 16 միանգամից հիշում։ Մենք չխանգար ենք, դավ թողեր եք անցնեն իրենց աշխատանքին։ Մի խոսքով ես լռեցի, որովհետև հիմա այստեղ արդեն նկարահանում է գնալու եւ դա է պատճառը, որ ես լռեցի։ Ես հիմա պարզապես չեմ անջատի եթերը, որպեսզի դուք տեսնեք թե ինչ է այստեղ կատարվում, բայց գլխավոր ինտրիգը իհարկե չենք բացելու եւ դուք չեք տեսնելու Հարսին եւ Փեսային։ Հարսն է, պատկերացնում եք քողն է թափահարում, բայց ով է Հարսը, ցույց ենք տալու։ Լիլիթը, գիտեք Լիլիթը ով է։ Լիլո։ Լիլիթը մեր դիմահարդարն է եւ բոլորիս գեղեցկացնում է։ Ես հիմա կրկին սկսեցի կամանց խոսել, որովհետեւ այո, մի խոսքով, որովհետեւ հիմա այստեղ նկարահանում է ընթանալու։ Մենք հիմա Տիկին Կարինեի հետ կզրուցենք։ Տիկին Կարինե, ո՞նց եք։ Տեղերում լուր։ Լավ է։ Ես ուրախ եմ, անպայման, որովհետև պիտի պարտադիրներ կա գտնվեիք։ Հեսա նկարեմ ու բանանեմ։ Կիցին մեր գրիմյորն է։ Մի հատ տեսեք մեր սուս, փամեստ, կիցին։ Ստեղա կիցին, ստեղա։ Բայց իհարկե միայն կիցին չէ, մեր գրիմյորը, մեր գրիմյորներից է նաև Գալինան, հիմա ես ուր է Գալինան։ Գալինան, հա, լավ։ Եվ մոտենում ենք, տեսեք, պարոն Ղազարյանն է, պոնչն է, պոնչիս քույրիկն է։ Չլսենք Կարենը ինչա խոսում։ Ես կպտտում։ Մեզ մոտ ամեն ինչ իրական է, այո, նկարահանումներին հիմնականում իրական ոչինչ չի լինում, մեզ մոտ ամեն ինչ իրական է։ Պարոն Ղազարյան, կփաստեք, չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչ իրական է։ Այո, եւ սերը որ մեր մեջ առաջացավ իրար հանդեպ դա նույնպես իրական է, որտեղ շատ կտա։ Դրանից լավ բան չկա, չէ՞ պարոն Ղազարյան։ Ինչ։ Իրական սիրուց ու մտերմությունից լավ բան կա։ Իհարկե Չկա։ Սերը գոյության հաճարն է միայն։ Վերջացավ։ Չեմ ուզում խանգարեմ։ Տակ։ Ես պիտի ներողություն խնդրեմ, որ անընդհատ փախցնում եմ, որպեսզի Ես անընդհատ փախցնում եմ, որ դուք չտեսնեք Հարսին եւ Փեսային։ Ես գիտեմ, որ դուք հիմա ինձ վրա կբարկանաք կամ արդեն բարկանում եք, բայց ամեն դեպքում հետաքրքրությունը չեմ ուզում կորցնել եւ դա է պատճառը, որ չեմ ուզում իմանալ թե ովքեր են ամուսնանում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ խմբին։ Ես ունեմ հրաշալի խումբ։ Չեք պատկերացնի, թե ես որքան եմ սիրում իրենց։ Իմ ստեղծագործական խմբի անդամները հրաշալի աշխատակիցներ են, հրաշալի ընկերներ են եւ հրաշալի մասնագետներ են։ Ես սիրում եմ իրենց շատ եւ շատ։ Եվ այս պահին ինձ վրա էլ կբարկանան։ Անջատեք բոլորը։
կեցեք ինձ հետո։ չես կոմարի, կարմիր չես կոմարի։ Կարմիր չես ձան հետեք կարմիր։ Բեկ ես քեզ շատ դավաճանել։ Զրություն առանց ձեն հետևը։ Հա։ Կոպեկ տվեք։ Կոպեկ տվեք։ Չես կոմարի։ Բեկ ես քեզ չեմ դավաճանել, ես իմ խոստումից հետ չեմ կանգնել, ես սպասել եմ քեզ, սիրել եմ, սիրում եմ, ավելի շատ։ Աստորեն դուք նաև լսում եք շատ կարևոր տեքստեր։ Տեսնում եք, թե ինչպիսի հնարավորություն եմ ես ձեզ ընձեռել։ Եկեք բոլորը սափահարեն, Կարեն Աբսանյանը ավարտեց, Կար վերջ, դու կարող ես գնալ։ Շնորհակալություն, ստեսություն։ Էքսկլյուզիվ կադրեր այս պահին ողջագուրվեցին։ Իրելի հետևորդներ, հանդիսատես, ուզված եմ, բայց պահեմ ուզմունքս։ Ինչ ասեմ, խոսքերը շատ են, իսկապես մեր համար շատ թանկ այս ամեն ինչը։ Վերջացրեցի ես։ Սպասեք, շատ հետաքրքիր է լինելու, ես խոսք եմ տալիս ձեզ, շատերդ կհուզվեք, շատերդ ուրախանաք, որովհետև Ձիաննան ամեն ինչ արել է, որ լինի ամեն ինչ շատ լավ։ Մեր Կարեն Ասլանյան, մեր գլխավոր հերոսը, իրեն կրկին կանչեցին նկարահանման, կարծես թե շտապեցին իրեն հրաժեշտ տալ։ Որպեսզի չխանգարեմ շատ իրենց։ Իրականում իսկապես բոլորը հուզված են, որովհետև ես ինչպես արդեն ասացի, մենք մի ընտանիք ենք եւ դրանք լոկ խոսքեր չեն։ Մենք իսկապես աշխատել ենք մի ընտանիքի պես։ Մենք իրար շատ սիրում ենք։ Մենք միմյանց հանդեպ շատ հոգատար ենք։ Ինձ շատերն են հարցրել, թե որն է ձեր հաջողության գրավականը, որն է ձեր հաջողության գաղտնիքը։ Այս հիմա հստակ կարող եմ ասել, լավ թիմ ունենալը, ամուր թիմ ունենալը, արհեստավարժ թիմ ունենալը։ Եվ ամենակարևորը անդավաճան մարդկանցով շրջապատված լինելը։ Ես երջանիկ եմ, որովհետև թե իմ ստեղծագործական խմբի անդամները, թե դերասանական անձնակազմի անդամները անդավաճան են, հոգատար են, ջերմ են, անկեղծ են, վաղուտ են, մարդասեր են կարևորը։ Եվ Նարեկս է մոտենում, արի Նարջան, ես հիմա, հա, չէ, արի, ես գիտեմ, Նարեկս, ուրեմն, շատ է, ես Նարեկս, ուզում է նկարվել, ուզում է դառնալ գլխավոր հերոս, ինչ եք կարծում, նկարենք իրեն իբրև գլխավոր հերոս, թե ոչ։ Մի հատ ձյան իսկական է, ինչ հուզմունքը մեջ սա է։ Մի հատ նայեք, էլի, մի հատ նայեք, անպայման ձյանին գրեք, էլի, մի հատ սենց նայեք, էլի։ Տեսնում եք, այս հայացքը, օրգանիկ, խարիզմատիկ, դուք հասկանում եք, այսենց բեմադրող օպերատոր մենք ունենք։ Պոչկացը են, նայեք սենց, մի հատ է սենց։ Մի հատ էլ սենց, խնդրում եմ անպայման գրեք։ Իդեպ գրեք, էլի։ Իդեպ նաև պիտի նշեմ, որ միշտ ես եւ Նարեկն են քասթինգ անցկացնում, իդեպ։ Եվ քանի որ այսօր այս պայմաններում, այս պանդեմիայի պայմաններում մենք չենք կարող քասթինգ իրականացնել, այսինքն այդքան շատ մարդ չի կարող գալ եւ հավաքվել իրար, ուրեմն լսեք։
Քաստին կարող ենք իրական այդ տղա դե սոս մնա մի քիչ համեստ քեզ պահի։ Ուրեմն մենք քաստին կարող ենք իրականացնել այսպես on-line ուղիղ եթերում։ Այո, շաբաթական մեկ անգամ մենք կմիանանք եւ բոլոր շնորհաշատ մարդիկ, բոլոր այն մարդիկ, ովքեր աղանդավոր են, ովքեր ունեն դերասանական կրթություն, ովքեր իսկապես Այո, նկարեք։ Ես էլ եմ նայես։ Իրանք անտաղանդ են, չեն կարում շուտ կարդալ։ Ես Լուսինեն է, բա։ Լուսոն էլա նկարվելու, Լուսոն հետը Գլխավոր հերոսը Նարեկն է, հերոսուհիս Լուսինեն է։ Իդեպ իրենք արդեն եղել են հերոս եւ հերոսի ձմեռ պապ եւ հիշում եք։ Նարեկիչն էին։ Շիպան արեկը։ Ես ինչպես արդեն ասացի, ես իրենց բոլորին շատ սիրում եմ եւ մեր հաջողությունը իրենք են, որովհետեւ իրենք լավն են, բոլորը շատ լավն են։ Հիմա նորից անդրադառնամ իմ ասածին։ Ես մտածել եմ, որ շաբաթը մեկ անգամ ուղիղ եթերում ձեզ հետ զրուցելով մենք կարող ենք իրականացնել քասթինգ։ Մասնակցելու եք տարբեր փորձությունների։ Շատ հետաքրքիր խնդիրներ եմ ես տալու ձեզ։ Եվ ըստ այդը մենք գուցե ընտրենք մեր գլխավոր հերոսին կամ հերոսուհուն։ Ագնես, ինչ ես կարծում։ Կարծում եմ միանշանակ պետք է ընտրել։ Պետք է ընտրել։ Քանի որ պանդեմիայի պայմաններում մենք չենք կարող քաստինգ իրականացնել, չէ՞։ Իրականում ես մտածում եմ, որ մենք կարող ենք այն իրականացնել այսպես on-line ուղիղ եթերում, եւ ինչ կարող ենք անել։ Կարող ենք ուղիղ եթերում հետաքրքիր խնդիրներ տալով շնորհաշատ տաղանդավոր երիտասարդների ընտրություն կատարել։ Այո, հենց դուք կարող եք լինել մեր գլխավոր հերոսը կամ հերոսին։ Ինչու ոչ։ Որովհետեւ կան շատ մարդիկ, շնորհաշատ տաղանդավոր երիտասարդներ, որոնց ես չգիտեմ։ Եվ իրենք կարող են ինչ անել։ Ինչ լինել, դառնալ հերոս, դառնալ հերոսուհի, դառնալ աստղ։ Բայց աստղ հասկացաք, չէ՞ ինչ նկատի ունեմ, այսինքն հոգով դառնալ աստղ։ Ահա, Մերլին Մոնրոն է մեր, հոգով դառնալ աստղ։ Երբեք իհարկե չմեծամտանալ, բայց դառնալ հայտնի եւ ինչ։ Եվ դառնալ մեր հերոսուին կամ հերոսը, մի խոսքով։ Այդ ամենի մասը ես մի փոքր մանրամասն կարդում ես ես հիանում եմ այս աջ կողմում, ես շատ հեռու եմ այս սրտիկները։ Ահա, այդ որ այսքան շատ են գնում։ Հա, ոնց եմ Դայքեր այնքան շատ են մեր։ Ոնց եմ ուրախանում։ Ագնես, ես պատմում եմ մեր խմբից։ Ես պատմում եմ մեր ստեղծագործական խմբից եւ դերասանական մասնակազմից։ Ես ասում եմ, թե որքան լավն են իրենք եւ ասում եմ, որ մեր հաջողության գաղտնիքը հենց իրենք են։ Ագնեսան, իդեպ Ագնեսան ոչ թե որպես դերասանուհի է, նա մեր ստեղծագործական խմբի անձնակազմի տնօրենն է։ Իմացեք դա նաեւ։ Յուրաքանչյուր տեսարան կազմակերպված իր աշխատանքն է։ Այստեղ այս ֆուրշետը ես հիմա կցուցադրեմ, Ագնեսան է արել, ու ես հիմա կմոտենամ եւ կցուցադրեմ, ամենը ինքն է արել իր ձեռքով գիշերը։ Ինչ տաղանդավոր գիշերը, շատ։ Իմացեք, այսպես գաղտնիքներ են այսօր բացահայտվում։ Տեսեք ոնց է վարվել այսօր Ագնեսը արևի տակ աշխատանքից։ Հապա մի տեսեք։ Ինչևէ։ Եք ինչ է կատարվում։ Ամեն ինչ հրաշալի է, բոլորս իհարկե բոլորիս մոտ հրաշալի տրամադրություն է։ Всё։ Ագնեսից աշխատանքն եմ ուզում։ Դի բանի առաջարկ լինի։
Դա իհարկե հումոր է, Հակնես բայց ասել։ իրոք ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ էր, ուղղակի հասկանալի պատճառներով, քանի որ մենք աշխատում ենք, որ վերջին սերան մեր ձեզ համար լինի ամենան, մենք առավոտից աշխատում ենք եւ պետք է սնվեինք։ Ագնես, դու կարող ես չխոսել, այս կարմրությունը արդեն վկայում է ձեր աշխատանքի մասին, այնպես որ դու կարող ես ուղղակի լռել։ Վերջ։ Բայց էլի բաներ կային, Դիանա ջան, ուղղակի հիմա այլևս բացակայում են մեր սեղանը։ Ինչ եք կերել եք։ Հա, սովորել ենք։ Ամոթ ձեզ։ Համով Մեր տաղանդաշատ Հարությունը Մովսիսյան։ Գևորգը մեր հրաշալի։ Պարոն Մովսիսյան, ինչ կասեք։ Ինչ պետք է ասենք, ամենահիանալի խոսքերը, որ ես լսել եմ ասվել, որ կարոտում ենք բաժանումներից եւ մենք ունենք դեռևս աշխատանք անելու երբեմն իրար շուրջ, իրար կողք երջանքո ուրեմն գլխավորության քո ղեկավարության, որովհետեւ ես դա տենց եմ հասկանում, ուրիշ կերպ չեմ կարող ասել աշխատանքի հզորությունը, աշխատանքի իմաստը, բովանդակությունը։ Ու կարծում եմ, որ մենք ունենք բարելուր քեզանից սպասելու, որ մեր նոր աշխատանքը սկսելու ենք, դրել ենք մեր թիմով եւ կհաղթահարենք Մեր հրաշալի թիմով։ Հրաշալի թիմով եւ կանենք այն ամենը, ինչ որ մենք ունենք անելու մեր Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ ուրախությամբ։ Ես այսօր հուսված եմ։ Եվ շատ ուրախ ու չեմ կարողանում ես իմ ուրախությունը խոսքերով։ Բայց ես կփորձեմ Դասել իմ ուրախությունը երկով խոսեմ իմ ուրախության և այսօրվա մասին։ Չգիտեմ դա որքանով ինձ մոտ կհաջողի, բայց հավատացեք, որ ես դա անում եմ իս սրտով։ Լեո ջան, անսահման սիրում եմ քեզ տղա ջան։ Ես քեզ ցանկանում եմ առողջություն եւ մեկ անգամ եւս առողջություն եւ իհարկե նաեւ երջանկություն։ Միշել ջան, ես այնքան շնորհակալ եմ, որ քո շնորհիվ այսօր ես իմ տղայի տեսա, նրա աչքերում տեսա, իսկապես երջանք։ Եվ ցանկանում եմ այդ երջանկությունը ձեզ ուղեկցի ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել ես իմ խոստացած երգը։ Երգը հենց այդպես էլ կոչվում է։ Այս երգը նվիրում եմ ձեզ։ Ստոպ։ Ծափերը գնացին։ Երբ միացնեն, ընդ կտանք ծափ, սպեցիֆիկ։ Էդի տակից բռնի։ Էս Որ չերևա է, Всё, հիմա որոշեցի ցած Ինչ է։ Եվ դա դերեք երգը դե միացրի։ Չէ, ապա, չոտ։ Տիկին Այդա ջան։ Ռախսի մեջ կա երբ։ Չէ։ Կվեկել է ծարարը։ Հասո։ Ծարարը քիկը տվեք մի հատ։ Ծարարը քիկս ներքևում է։ Բերում է։ Դուք նկատ գցել եք։
Անի, խնդրեմ։ Չգիտեմ ով է գրում, բայց անընդհատ գրում են անիս, 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 խնդրեմ։ Անիս։ Բա սիրում են ձեզ շատ, շատ։ Մենք բոլորս էլ ձեզ ենք սիրում, աշխատում ենք ձեզ համար։ Ամեն ինչ անում ենք, որ շատ գեղեցիկ ստացվի ամեն ինչ։ Եվ սցենարն է լավ, եւ դերասաններն են լավ, եւ խաղն է լավ, եւ ամեն ինչ կազմակերպված է շատ։ Եվ ամեն ինչ արվում է մեր հերոստատիտողի համար։ Սիրում ենք բոլորին, անում ենք, աշխատում ենք ձեզ համար։ Բոլորն էլ սիրում են ձեզ։ Եվ այսպես բարբերաբար ընդհատումներ են անում, ես պարզապես չեմ ցանկանում խանգարել, որովհետև դեռ շատ տեսարաններ կան նկարելու և չեմ ցանկանում խանգարել։ Մենք կարող եմ ասել, որ հետաքրքիրը դեռ առջևում է և կարող եմ ասել, որ շատ հյուրեր են դեռ գալիս, բայց բարբերաբար չեմ կարող ուղիղ եթերը պահել, պիտի ընդհատեմ, որովհետև անընդհատ չեմ կարող ուղիղ եթերում լինել, ցուցումներ կան, որ պիտի տամ, պիտի ինչ-որ բաներ ասեմ, մի խոսքով, ես պարզապես քանի որ խոստացել էի, որ անպայման դուք կտեսնեք հատվածներ, փորձեցի հնարավորինս ներկայացնել ձեզ, թե ինչ է այստեղ կատարվում, բայց Կարենը այստեղ է, ես ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև այս պահին հարցերը շատ են և ես էլ չեմ կարող այս ամենից կտրվել ու պատասխանել ձեր հարցերին, որովհետև իսկապես այստեղ աշխատանք է ընթանում և դա է պատճառը և ներողություն եմ ես խնդրում, ես խոստանում եմ, որ անպայման ես ուղիղ եթերի ընթացքում կպատասխանեմ ձեր հարցերին, կտեղեկացնեմ, թե երբ կլինի ուղիղ եթեր և դուք կպատրաստեք ձեր հարցերը և շատ խաղաղ պայմաններում ես կպատասխանեմ ձեր հարցերին, ես խոստանում եմ ձեզ անպայման և հիմա պարոն Ղազարյանը պետք է մի շատ հրաշալի երգ կատարի և ես ցանկանում եմ այդ երգից հատվածներ ցույց տալ ձեզ։ Տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։
Ձեր կյանքում ինչ է լինի Այդպես գազար միքստիկին այդեն շատ աշխատցրել Սերավիշտ ձեզ պահապան Թող լինի հոգով աշտվան Սերը կա ձեր աչքերում Սիրահար ձեր սրտերում Հիվացեք այն շիմարի ու երբեք չի դեպրի Սերը կա ձեր աչքերում Սիրահար ձեր սրտերում Հիվացեք այդ շիմարի ու երբեք չի դատարի իմացեք այն շիմարի հավեք ու երբեք չդատարի Ընտիրություն, հա, շատ, ուզմունքը բան, ամեն ինչը հրաշալի էր, հայ, ինչ էր, չվախենաս, ոչ բան չի, երկն է ձեր, Նորից ենք նկար, մի հատ էլ, հա? երկը, հա, մի հատ էլ ենք նկարում Լիք ավելի շատ տիկին պիտի տանջ ենք ձեզ, պարոն Ղազարյան Բացացեք բեմ Պետք է սկիզբներ են, որ կինած ասեք հետո, բայց չէ, ճիշտ են, հալա, հիմա բլոճ էր Ավելի իր վախենա Աջան իշպես պրոյեկտում կամ թե չէ Իհարկե, գլխավոր հերոսը Բայց լավ չէր խաղում ձեզ Նարեկը, բարդան կպարապես հետը կխաղում Ես էլ պամիստ ունեմ կպարապես Ձեն դու գիտես, որ պոտենցիալ է ալնում, ես ասում եմ Հա, ճիշտ է ասում, Նարջան, ինքը ամեն ինչ ճիշտ է ասում Սանջ ես աղաջին ետ չէ, տենց բան չկա, կաշարկ բան, ես ինչ բա չկա տենց բան, չէ Հա? Շատ, չէ, պետք չի դա Շատ լավն էր, հուզմունքը բան ընտիր էր Է որ միկրոֆոնը բաժակը դրեց, միկրոֆոնը վերցրեց եկա Դեմից մի 10 սահմանակյալների Դա ստոպ չեն տալու հերիքը Տեքստերը ունեն Ստա հետո ներսի ջան անձրևա գալիս ոչինչ Պրչվեք Չէ, կամիա չի գալիս Չէ, գալիս է արդեն Բայց կտանի Չի գալիս Էսի երակ այն չի, կամին բերես, կամին կտանի Մեծերը որ ասում են պետք է լսենք, ասում են կամին բերեց, կամին կտանի, չէ Կամին բերեց, կամին տարած Ես կարան ես կողմը նկարն ու դու դրատակը նկարեն Ես այսօր
Չէ։ Մենք ենք կադրում, հանգիստ։ Դուք չեք։ Ֆերման չկա դուք մի Մենք ենք։ Չէ, ապա։ Ահա եւ վերջ։ Տիկին Այդաս։ Ահա եւ վերջ։ Տիկին Այդա խոսեք։ Տիկին Այդաս ընդհանրապես հարցազրույցներ չի տալիս։ Շատ տխուր է, բայց ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որ հավաքվեց մի թիմ մեր Դիանա Գրիգորյանի գլխավորությամբ, որ աշխատեց շատ ջերմ ու շատ հետաքրքիր ստեղծագործական ոլորտում։ Ով նկարվում էր, եկեք կանենք, բոլորից շատ սիրում եմ։ Տիկին Այդաս առանձնանում է նրանով, որ առհասարակ հարցազրույցներ չի տալիս, որովհետև Տիկին Այդաս իր գործով, իր աշխատանքով, իր արհեստավարժությամբ շատ արդեն զրուցում է, կարծում եմ բոլորիդ հետ, եւ ավելորդ հարցազրույցներ չի տալիս, բայց այսօր խոսեց։ Սա էքսկլյուզիվ հարցազրույց է, չէ՞։ Այս ավելի շատ ոչ թե հարցազրույց, այլ պարզապես Տորթը դնենք տեղը, թե պետք։ Առողջ եղեք։ Ուշ եղեք։ Տորթը տեղը դնենք։ Սոնաս մեր հոգատար ադմինիստրատորն է, շատ հոգատար, ով մրսում է, Սոնան տաքացնում է, ով դա կլինի ուրեմն ջերմ խոսքերով, տաք թեյով, Ձյան ինչ կասես Սոնայի մասին։ Սոնայի մասին, ասեմ, որ նա չափ շատ հոգատար։ Տեսնում եք, որքան սիրով են մերոնք։ Այո, այսքան սիրով են մերոնք։ Տիկին Այդան այս կողմից պետք է։ Ես արդեն ասացի, որ յուրաքանչյուր վերջ դա մի նոր բանի սկիզբն է, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր ստեղծագործություն, երբ որ ավարտվում է, միևնույն է հուզիչ է։ Պարտադիր հանդիպումներ, Դիանան այսօր չունի ինքը նկարահանում, բայց այստեղով մենք շատ ուրախ ենք այդ արդիվ, շատ կարևոր է մարդկային հարաբերությունները, լավ հարթակում գտնվի եւ լավագույն ընկերներ ունենալը, լավ ընկերներ ունենալը։ Հիմա լսում եք։ Դիանան միշտ է գալիս օգնության, յուրաքանչյուր նկարահանման ու կապ չունի ինքը նկարահանման լինի թե ոչ, նա միշտ գալիս է օգնության, միշտ։ Իսկ դա ամենակարևոր բանն է, երբ որ ինքը հոգատար է եւ հոգ է տանում իր գործընկերների մասին, շատ կարևոր բան է։ Ոչ։ Այս ծափը մի հատ գերես։ Ես գնամ։ Հա։ Կենաց ասես պրծա մի հատ ստե ծափ։ Հա, ծափի, հա։ Շորտ։ Բան արեք, էլի։ Հա, ես եկա թեյի։ Քանի որ այստեղ իրոք շատ ցուրտ է։ Ես հիմա տակ թեյ կխմեմ, հետո կրկին կմիանամ։ Շնորհակալ եմ ձեզ, որ ակտիվ եք, շնորհակալ եմ ձեզ, որ հետևում եք։ Եվ առհասարակ, եթե ձեր ջերմությունը չստանայինք, երևի թե մենք էլ այսքան ոգևորված չաշխատեինք։ Շատ սիրում ենք ձեզ։ Եվ մենք աշխատել ենք այս պայմաններում ձեզ համար։ Աշխատել ենք այս շատ նեղ պայմաններում ի դեպ ձեզ համար։ Շատ վախեցել ենք եւ վախենում ենք։ Գիտեք ինչ վիճակ է, բայց ամեն դեպքում աշխատել ենք եւ յուրաքանչյուր դերասան եւ ստեղծագործական խմբի յուրաքանչյուր անդամ աշխատել է ձեզ համար, որ դուք ձեր ժամանցը չկորցնեք։ Այնպես որ շնորհակալ ենք շատ ձեզ, շատ։ Մենք այ երբ, հա, սենց է, որ